Սիրելիներս, հիմա պետք է անցնենք այն քաղցր հատվածին, երբ որ պետք է Աստծո խոսքը կրկին ուսումնասիրենք։ Անցած շաբաթ տեսանք շաբաթների ընթացքում առհասարակ տեսանք վերջին ընթրիկի այդ տեսարանը։ Հիսուս սիրեց աշակերտներին, ասում են, ինչ վերջ սիրեց, իր ամբողջական սերը ցույց տվեց, լինելով արարիչն ու Տերը, ինչ արեց։ Ծառայի ստրուկի աշխատանքը կատարեց, ոտքերը լվաց աշակերտների, որից հետո ասում է. դուք էլ իրար սիրեք, դուք էլ իրար դեմ ծառայի պես եղեք, դուք էլ իրար ծառայեք, իրար մասին հոգ տարեք։ Ու այդ ամեն ինչը սելուց հետո կսեի, այ եթե դուք էլ դի գենեք, դուք էլ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, այդ սիրո արդյունքն որ պետք է երևա որ դուք իմն եք։ Եթե ես ձեզի չսիրեմ, եթե դուք ինձ չսիրեք, եթե մեկս մյուսից չսիրենք, չի երևալու որ մենք Քրիստոսինն ենք։ Մենք ոչնչով չենք տարբերվելու աշխարհից։ Մենք ոչնչով չենք տարբերվելու աշխարհի համակարգից, մտածելակերպից։ Ինչ օգուտ իմ եկեղեցում լինելը, եթե ես պետք է չսիրեմ ձեզի։ Ինչ օգուտ ձեր եկեղեցում լինելը, եթե մեկը մեկից չսիրեք։ Իսկ սիրո մեջ ամփոփվում է մեկս մեկից ծառայելը։ Կսե տեսակ եղբայրդ քույրդ կարիքավոր է, օգնե։ Չես կարա գումար չունիս, տունդ հաց ու պանիր չունիս, տանից քրոջ դու եղբորդ կերակրես։ Հիվանդ է, հնարավորություն չունիս, երտաս մի փոքր կողը նստիս, հորդորես, ուշ տաս։ Քրիստոսն ասեց, այ երբ որ ես ամեն ինչը ենեք, այդ ժամանակ կերևա որ իմ զավակն է։ Չսա որ ակստեղ եկեղեցի նստի քարոզ լսեք, կերևա որ իմ աշակերտներն եք։ Չսա որ եթե կաք եկեղեցում մի հատ իրար փաթթվիկ ու հետո երտակ մոռանաք սաղ շաբաթ իրար, սաղ իմ աշակերտներն եք։ Չսա որ աստվածաբանական լավ գիտություն ունենաք, իմ աշակերտներն եք։ Չսա որ հովիվերնիս իմ աշակերտն ես, չսա որ ես ինձ ծառայողներից իմ աշակերտն ես։ Սա եթե իրար սիրեք, դրանից կերևա որ իմ աշակերտն եք։ Որովհետև եթե դուք իրար կսիրեք, դուք նաև ցույց կտաք, որ դուք հնազանդ եք Աստվածաշնչյան պահանջին։ Քրիստոս բերեց եւ ամփոփեց ամբողջ օրենքի լռումը սիրել պատվիրանի մեջ։ Նոր պատվիրան եմ տալիս. սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Դրանից հետո ասեց ուր որ ես գնալու եմ, դուք այդտեղ չեք կարակակ։ Եկեք կարդանք այսօր Հովանու ավետարան 13-րդ գլուխ 36-ից 38 համարները, ուզում եմ այս ճշմարտություններին էլ մաքսիմալ ուշադրություն դարձնեք։ 36-ից 38 համարները։ 35-ից կարդ, սրանով կգիտեն ամեն, 35-ից կարդանք, սրանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վերասեր ունենաք։ Սիմոն Պետրոսը, անցած անգամ խոսեցինք այդ սիրո բովանդակության մասին, ինչի համար Հիսուս ասեց, նոր խոսեցի դրա մասին, դրանից հետո, երբ որ այս լսում է Պետրոսը, նրան ասեց, Տեր, ուր ես գնում։ Հիսուսը պատասխանեց նրան, որտեղ որ ես գնում եմ, դու հիմա չես կարող իմ հետևից գալ, բայց հետո իմ հետևից կգաս։ Պետրոսը նրան ասեց. Տեր, ինչու չեմ կարող քո հետևից գալ։ Իմ անձը քեզ համար կտնեմ։ Հիսուսը պատասխանեց նրան. Քո անձը կտնես իմ համար, քո անձը կտնես իմ համար, ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ։ Հավը դեռ չի խոսիլ, դու 3 անգամ կուրանաս ինձ։ Եկեք կարճ աղոթենք։ Տեր, քո ողորմությունն ենք խնդրում պատգամդ սովորելու եւ կիրառելու համար։ Դու խոսիր, դու փառավորվիր պաշտամունքի այս հատվածով։ Քեզ լինի փառքը հավիտյանս հավիտենից, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Պատգամը, որի մասին պիտի խոսենք, անվանել եմ հետևյալ կերպ. ակաղաղի կանչից առաջ։
Երկրորդ վերնագիրել եմ տվել, անկում և խոստում։ Պետրոսի արագ արձագանքը, որ ասեց, ուր ես գնում, Տեր։ Նմանատիպ հարց 14-րդ գլխի 5-ում տեսնելու ենք, որ տալու է Թովմասը։ Ներկա Թովմասը, ով ներկա էր այս զրույցին, կրկին այս հարցը տալու է Տեր Հիսուս Քրիստոսին, ուր ես գնում։ Պետրոսի տրամաբանության մեջ մենք կարող ենք ասել, որ Պետրոսը սիրում էր Քրիստոսին և դժվար է ֆիզիկապես կցանկանար, որ Տերը իրենից հեռու գնար։ Եվ միգուցե այս հարցը բխում է Պետրոսի սիրուց, որովհետև ամեն դեպքում գոնե Պետրոսը, հետագայում տեսնում ենք, իր սիրո, իր նվիրվածության վրա վստահություն ուներ։ Բայց Հիսուսը պատասխանեց անոր, այսպես է գրված, թե անկարելի է, որ հիմա իրեն հետևի, բայց պիտի կա ժամանակը, Պետրոսն էլ պիտի գնա այնտեղ, ուր որ Տերը գնաց։ Ինքը վստահ էր, որ բավականաչափ սեր ուներ Հիսուսի հանդեպ։ Մի հատ հարց տամ, մեր մեջ ով բավականաչափ սեր ունի Հիսուսի հանդեպ։ Ինչ խեղճ եմ ես բավականաչափ սեր չունեմ Հիսուսի հանդեպ։ Ինչքան որ ինքն է արժանի։ Այսօր քարոզը տրամաբանելու ենք այսպես։ Այս տրամաբանության ներքո ենք գնում, ով որ կարծում է, թե հաստատուն է, թող զգուշ կացի, որ չընկնի։ Այս ինչ լավն եք Պետրոսներ։ Սաղ եկեղեցու մեջ մենակ ես սերջ պարտծրի։ Ես հարցը ճիշտ տվեցի։ Հենց սիրո համար։ Պետրոսն է կմտածել, որ բավականաչափ կսիրը։ Բայց ինչքան որ Տեր Հիսուսն արժանի է սիրելուն, այդ սերը երևա մեր կյանքերում գիտեք ինչպես։ Մեր կյանքերում հետո կանցնենք էլի Պետրոսի թեմային։ Ոնց ենք ծառայում ամեն ծառայության մեջ։ Շաբաթվա մեջ քանի հոգի ավետարանը լսում, քանի անգամ եմ կերակրում աղքատի, քանի անգամ եմ հոգում եկեղեցու քրոջ եղբոր մասին, քանի անգամ եմ հոգում եկեղեցուն բացակա քրոջ մասին գրում, իմանում որտեղ է կամ եղբոր, քանի անգամ եմ եկեղեցու առասարակ տիրոջ խոսքը կարդում, քանի անգամ եմ աղոթում, քանի անգամ եմ իմ մեղավոր վիճակը զգում, քանի անգամ եմ լավ քննեցեք ինքներդ ձեզ, արդյոք նույն հավատքի մեջ եք, այդ կանը կասեմ։ Այնուամենայնիվ, աշակերտների ավակը, ով հաճախագի աշակերտների խոսքը փոխանցողն էր Քրիստոսին, աշակերտները մի բան մտածում էին, ավակը Պետրոսն էր գալիս ու ասում, օրինակ վերցնենք այն հարուստ պատանու պատմության մեջ, երբ որ Հիսուս սկսե որքան դժվար է հարստի երկինք մտնել ու ուխտահասերի ծագով ավելի հեշտ կանցնի, քան հարուստի երկնային առկայություն, էլի խոսակցությունը գնաց, էլի Պետրոսն է գալիս, Տեր, պահով կմտնի։ Պետրոսը ոնց որ խոսնակներ մնացած 12-ի։ Եվ ինքն էլ չկարողացավ ընկալել Հիսուս Քրիստոսի պատասխանը, խոսքերը։ Եվ այդ անխուսափելիությունը, որ տվյալ պահին ինչ էլ անես, ինչ էլ խոսես, չես կարողանալու գաս այնտեղ, որտեղ ես եմ գնում։ Ինքը վստահ էր, որ բավականաչափ սեր ունի Հիսուսի վրա, որ անգամ չի նահանջի, եթե մահանա։ Այսպիսին էր Պետրոսի տրամաբանությունը, երբ որ ինքը մոտեցավ Քրիստոսին։ Ես կյանքս էլ կտամ քեզ համար, կշկոտ հայտարարություն, ամբողջականս պես նվիրվում, այ ես ինչ լավ բառեր է սափվել եմ, մտեք մի հարցրեք ժողովրդին, սաղ կսեմ, վայ կյանքս կուտամ Հիսուսի համար, որն լվամ ջուրը խմեմ, մեռնիմ Աստծո զորությանը։ Սա ուղղակի մինչև ակաղաղի կանչելն է ժողովուրդ շատերի մոտ։
կյանքում են կան իրավիճակներ կեղներ, որ Քրիստոսին կուրանան։ Հավատացեք։ Այն բաննոր կա չէ, որ կսետերը գնաց բարեկամներին հրավիրելու, մեկը սավ Եզս, կինս, տունս, արդս, տեղս, իմ պահանջներս, բնական կարիքներս եւ այլ, այդ ամեն ինչը մինչև ակաղաղի կանչելներ։ Ժողովուրդ նայեք, այս պատկերավոր դարձնելու համար պիտի ընթերցեմ Ղուկասու 22:31-33-ը։ Երբ որ ինքը ասում է, որ Տեր, ես կյանքս էլ կտամ քեզ համար, Պետրոսը չէր ճանաչում Սատանայի այն զորության հարցակման գործընթացը, որ լարվել էր իր դեմ։ Ղուկասու ավետարանից 22:31-33-ն ասում է. «Եվ Տերն ասաց. Սիմոն, Սիմոն, ահա Սատանան ուզեց քեզ ցորենի պես մաղել»։ Ես ինչքան վստահ ես քո վրա։ Սատանան դեմ է դուրս եկել։ Քեզի կուզեց ցորենի պես մաղել։ Բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատքը չպակասի։ Իսկ երբ դու այն վեր գտնես, հավատքի հարկայությունը կար, երբ որ ինքը ուրացավ, բայց տգարացած էր եւ վեր գտնելու կարիք ուներ, վերաիմաստավորելու կարիք ուներ։ Երբ որ այն վեր գտնես, եղբայրներիդ հաստատուն պահիր։ Նա էլ նրան ասեց. Տեր, ես պատրաստ եմ քեզ հետ բանդ ու նույնիսկ մահվան գնալու։ Ամբողջական պատկերը տեսնելու համար դիմում ենք Ղուկասի ավետարանին եւ տեսնում ենք այս ամբողջական պատկերը։ Եվ Հիսուսը այստեղ հստակ գիտեր Պետրոսի մոտալու ժխտման մասին, 3 անգամ ուրանալու մասին։ Եվ երբ որ պատմությունը նայում ենք միգուցե անգամ մարդկայնորեն էլի գրված չէ այս մասին, ուղղակի կարող է անգամ ինքը այնպես հայտարարություն ներեց Հիսուսի պատասխանից հետո կարող անգամ աշակերտները մտածեին, որ Պետրոսն էր դավաճանը։ Հիսուսն ասա, որ դու ինձ պիտի ուրանաս։ Դու պիտի ինձ 3 անգամ դավաճանես։ Այս մեկ գիշերվա մեջ։ Մի քանի ժամ հետո։ Ուրեմն հիշում ենք, որ այս տեսարանը նկարագրված է երբ վերջին ընտրիկի ժամանակ։ Երկու հիմնական կետ կա։ Հիսուսի գնալու մասին նախազգուշացումը, Պետրոսի ուրացման կանխագուշակումը։ Հիսուսը խոսա իր մոտալուտ մահվան մասին, որ պիտի երթա միտեղ, որտեղ Պետրոսը չի կարա գնա, եւ սկզբում ասում է, որ ոչ մեկը չեք կարա գա։ Ասում է, որ չեք կարա գաք, նախ առաջինը հիմա, նկատի ունենալով իր խաչելությունը, մահը, հարությունը, այդ ամեն ինչը հետո լինելու է իրենց մոտ, բայց հիմա չեք կարա գաք։ Եվ հետո նպատակը, այն նպատակի համար, որ ես սա անում եմ, դուք չեք կարա դա անեք, ես պիտի խաչվեմ թողությունների համար մարդկության։ Եվ Պետրոսի ուրացման կանխագուշակումը կամ կանխացածությունը, երբ Պետրոսը պատրաստակամ է իրեն ձևացնում Հիսուս Քրիստոսի առաջ եւ ամբագորգոր հայտարարություններ է անում, թե ինքը Քրիստոսին սիրում է եւ մինչեւ մահ կգնա, Պետրոսը ասում է. մինչև արշալույս 3 անգամ կուրանաս ինձ։ Սա ցույց է տալիս մարդկային թուլությունը նույնիսկ ամենանվիրյալ աշակերտի մոտ։ Նորից պիտի անդրադառնանք այդ համարին, ով որ կարծում է, թե հաստատուն է, թող զգուշ կենա, որ չընկնի։ Այս հատվածը կարևոր է, քանի որ ցույց կտա Աստծո իմաստությունը ու մարդկային սրտի, մարդկային տկարությունը։ Պետրոսի ինքնավստահությունը ու նաև իրական հնարավորությունը։ Մենք շատ հաճախակի մեզի կտնենք ուժեղ հոգևորի տեղ ինքնավստահություն ունենք, բայց մեր կարողությունները թերագնահատելու հաշվին։
Ու հետագայում կտեսանք ինչ դուրս եկավ։ Պետրոսն իրապես 3 անգամ ուրացավ Հիսուսին։ Մինչև էս ինչ որ խոսացինք, պարզ է ժողովուրդ։ Պարզ է։ Հիմա ավելի մանրամասն պետք է վերլուծենք, նորից նույնը։ Վերլուծենք, որ ավելի լավ հասկանանք։ Պատմական համատեքստի մասին խոսացինք, վերջի ընթրիքն է։ Վերջի ընթրիք ու Քրիստոսի խաչելություն մի քանի ժամ է տարբերությունը։ Ուշադիր եղեք, վերջի ընթրիկի սեղանի շուրջ Տերը ամպոպում է ամբողջ Աստվածաշունչը մեկ պատվիրանի մեջ սիրելու, որը ցույց է տալիս իր ֆիզիկական կյանքի ժամանակ իր սերը իր աշակերտների նկատմամբ եւ իր գործունեությունը հետագա խաչի մահվան ու հարության մեջ։ Հիսուսն արդեն լվացրել է աշակերտների ոտները, բացահայտել է Հուդայի դավաճանությունը։ Ու հիմա տալիս է վերջին ուսմունքը աշակերտներին։ Հատված առ հատված վերլուծենք։ Սիմոն Պետրոսը նրան ասեց. «Տեր, ուր ես գնում»։ Պետրոսը կարևոր կերպար է աշակերտների մեջ, ավագն է։ Մեկն ով որ ասեցի, անհատապես փոխանցում էր աշակերտների խոսքը Քրիստոսին։ Հիսուսի գնալը վերաբերվում էր տառապանքին, մահվանը ու հարությանը։ Եվ նպատակը այդ ամենի մարդկության փրկությանը, որը ոչ Պետրոսը կարարեն էր, ոչ է մյուս աշակերտները, դրա համար չէին կարա գնային այնտեղ, որտեղ որ Հիսուսը գնալու։ Հետագայում, երբ որ Քրիստոսը կկատարես ամեն ինչը, Քրիստոսի մեջ նույն ավետարանի համար իրենք էլ մարդկության փրկության համար ոչ թե որպես գլխավոր անձ գործող, այլ գործիքներ կխաչվեն եւ կմեռնեն։ Նույն որ դե ինչի համար էին մահանում, ինչի համար էին գնում, ինչի համար Պետրոսին գլխի վայր խաչեցին։ Նույն Պետրոսին, ով 3 անգամ ուրացավ, ավետարան տարածելու, որպեսզի մարդիկ փրկվեն, որպեսզի Տիրոջ կամքը կատարվի, Տիրոջ փառքի համար։ Այս հարցը նաև ինչ որ միտեղ ցույց է տալիս Պետրոսի կապվածությունը ու մտահոգությունը Հիսուսի գնալու մասին։ Ուր ես գնում եմ, հիմա դու իմ հետևից չես կարա գա, հետո իմ հետևից կգաս։ Հետո բառը կպարունակի երկու իմաստ։ Պետրոսը հետագայում կհետևի Հիսուսին նահատակությամբ, գլխի վայր կխաչեն, ինչպես ասեցի, եւ հոգեվոր իմաստով մահից հետո կմիանան Քրիստոսին։ Ինչի համար ենք էլի եմ ասում վստահ որ մահից հետո, որովհետեւ երբ որ Պողոսին էին գլխադելու, Պողոսը այդտեղ հստակ ասում է։ Եկեղեցին չէր ուզում որ իրեն գնար, ասում է. եթե ձեզ հետ մնամ, ձեզ հիմա լավ է, բայց եթե ես գնամ, իմ համար է լավ, որ պիտի գլխադվի, ինչն է իրան, որտեղ Քրիստոսին պիտի տեսնի։ Նույն նահատակության ճանապարհով գնալու են։ Պետրոսն ասաց. «Տեր, ինչու չեմ կարող քո հետևից գալ հիմա։ Ես իմ կյանքն էլ կդամ քո համար»։ Սա Պետրոսի վստահ, ես հավատում եմ որ սիրում էր Քրիստոսին, բայց չափազանցված ներկայացրեց իր սերը, իր կարողություններից վեր։ Ինքը չի գիտակցել իր սեփական թուլությունը։ Այն աշակերտներն ում նույնպես հետաքրքրում էր այս փաստը, թե ոնց չեն կարա Հիսուսի հետևից երթան, իրանք էլ լկին ու փախան Հիսուսին, երբ որ Գեթսեմանիում եկան բռնելու Հիսուսին։ Չեն գիտակցում Քրիստոսի հանդեպ սիրո բովանդակությունը իրապես եւ իրենց սեփական թուլությունը։ Ամբագորգոր կերպով Տեր մենք ահա տանակ ունենք, ահա ագանջը կկտրենք, քեզի ոչ։ Դուք ենքան թույլ եք, որ հենց տեսակ պետք է փախնեք։ 3 անգամ է պետք է ուրանաս Պետրոս ջան։ Գերագնահատություն սեփական սիրո եւ սեփական հավատքի հանդեպ։ Սա արտացոլում է աշակերտների ընդանուր
անպատրաստությունը արջևում սպասվող փորձությունների մեջ։ Հիսուսը նրան պատասխանեց. ինձ համար կյանքդ կդաս, հարց է տալիս, ճշմարիտ ասում եմ քեզ։ Իմ համար կյանքդ կդաս։ 3 անգամ մինչև արշալույս, մինչև ակաղաղի կանչելը պետք է ուրանաս սնձի։ Ճշմարիտ։ Սա նշանակում է, որ 100 միլիարդ տոկոսով պիտի ուրանաս ինձ։ Ակաղաղը դեռ չկանչած 3 անգամը ցույց է տալիս, որ ոչ թե միամտաբար պայի ազդեցություն տակ, մի հատ ուրացար, հետո մոտեցան նորից ուրացար, մի հատ մոտեցան նորից, այլ հենց դու պոտենցիալ ուրացող ես։ Հոգևոր նշանակությունը մարդիկ թույլ են։ Երբեմն մեր ունակությունները, մեր կարողությունների մեջ չափազանցեցնում ենք։ Եկեք չափազանց վստահ չլինենք մեր հոգևոր ուժի ու կարողության վրա։ Մեզի չտնենք ես իմ տեղը։ Գիտենանք, որ առանց Աստծո բնավ ոչինչ ենք, իսկ եթե Տիրոջ հետ ենք, Տիրոջ առաջ էլի բնավ ոչինչ ենք, ինչ էլ որ կանք Տիրոջով ենք, բայց ամեն դեպքում ամենքս գոնե մեր տգարությունները լավ գիտենք։ Հիսուսի մար կյանքս էլ կուտամ։ Սա ցույց է տալիս նաև աստվածային իմացությունը։ Հիսուսը ճշգրիտ ապագան կներկայացնե Պետրոսի, որը իր հերթին կրկին ցույց է տալիս ինչ։ Հիսուս միտք է կարտում։ Հիսուս Աստված է։ Միայն Աստված գիտե մարդու միտքն ու սիրտը։ Եվ դրանից հետո, երբ որ ասում է դու այս տգար վիճակի մեջ ես, Արարատ եղբայր, Թամարա քույրիկ, Գևոր եղբայր կամ մնացածս, դուք իմն եք, իմ աշակերտներն եք, ես ցեզի կսիրեմ եւ ահա խոստում։ Հիսուսը գիտեր, որ Պետրոսը կդավաճանե, բայց հետո կտեսնենք շնորհի խոստումը, բայց հետո էլի կհետևե սնձի։ Չեմ թողնելու այդ վիճակում մնաս։ Ցույց կտա սախողումը վերջնական չէ։ Աստված կարող է վերականգնել նույնիսկ այն տգար զավակին, ով սայտակել է։ Հետևելու կոչը։ Իմ հետևից գալը արդայությունը կարևոր թեմա է ավետարաններում, որի մասին մենք խոսացել ենք։ Իմ ոչխարների հետևից գալիս են եւ իմ ձայնը լսում են, ես նրանց կտանեմ արոտներ, շատ խոստումներ կա Տիրոջը հետևելու եւ հետևելու բնույթի մասին շատ մանրամասն խոսել ենք։ Ոչ միայն ուսմունքին հետևելը կներառե իր մեջ։ Այս պարագայում արդեն հիշում եք, չէ՞, ուսմունքին հետևելու մասին շատ խոսեցինք։ Այս պարագայում նաև իր տառապանքներին մասնագից լինելու մասին կխոսա Հիսուս։ Փապկամորթ քրիստոնյաներ գիտեք ինչ կանենք տեսել։ Մի հատ քամի կփճե պոշկեկին վռաս բան կենեն։ Ինչ կսեն վռաս։ Բանը եկեղեցի չեմ գա։ Այս ինչ քույրը կամ այս ինչ եղբայրն ինձ վիրավորեց։ Այս ինչ բանն եղավ, հիվանդ եմ, մի քիչ գրիպ եմ, մի քիչ գլուխը սպազմ կուտա։ Սիրելիներս, պետք է հետևելու կոչին հաստատուն մնանք։ Այս հատվածը կապ ունի այլ հատվածների հետ։ Այս հատվածը նաև մենք տեսնելու ենք Հովանու 18-րդ գլխում 15-27-ում, երբ Պետրոսը 3 անգամ ուրանում է Հիսուսին քահանայապետի պագում, սա ապացույցն էր, որ Հիսուսի խոսքը շիդագ է։ Եւ հետո այս հատվածի վերականգնումը տեսնելու ենք Հովանու 21-րդ գլխում 15-ի 19-ում, երբ 3 անգամ Հիսուս նույն Պետրոսին հարց կուտա, անձի կսիրես։ 3 անգամ ուրացածին 3 անգամ հարց կուտա, եւ որն էլ կաբացուցե, որ այն որ
չէիր կարող անձի հետևեիր։ Ահա հիմա հարց եմ տալիս 3 անգամ, դու հաստատում ես, որ ինձ սիրում ես եւ պիտի հետևես, որից հետո Հիսուսն ասում է. կգա ժամանակ, երբ որ քեզ կտանեն միտեղ, որտեղ դու չես ուզենա գնաս։ Գոդին կկապեն մեջքիդ ու կգնան։ Այսինքն կգնաս գլխիվայր խաչվելու։ Պետրոսի հետագա կյանքը, որը նկարագրված է Գործք առաքելոցում, ցույց կտա, թե ինչ վերջնականապես Պետրոսը կատարեց։ Ինչպիսի կյանք ունեցավ, ինչպիսի նվիրում ունեցավ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Այս փոքր հատվածը ցույց կտա, կարտացել եմ մարդկային կյանքի պարադոքսալ բնույթը, մեր մտադրություններն ու փաստացի գործողությունների իրար հակասող լինելը, երբեմն եւ հաջախակի։ Բայց միաժամանակ ցույց կտա, որ Աստծո շնորհը գերազանցում է մեր ունակություններին ու մտածելակերպին։ Կրկին ցույց է տալիս, որ ինչ էլ որ կանք Աստծո շնորհով կանք։ Պետրոս քու անձիդ մեջ դու 3 անգամ ուրացող ես, բայց այն շնորհը, որ ես քեզի կուտամ, մինչև գլխիվայր խաչելություն կտանի, ու նաև երկնային արքայություն եւ խոստունք։ Ու մի քանի կարևոր դասեր եկեղեցու համար արդեն։ Պետրոսի օրինակը ցույց կտա, որ հաճախ գերագրահատենք մեր հոգևոր ուժը, իրական հոգևոր ուժը գտնելու համար պետք է ինքնակնություն ու խոնարհություն։ Հատվածի մեջ տեսանք Աստվածային շնորհի անսահմանությունը, չնայած Պետրոսի ուրացմանը Հիսուսը նրան դեռ հնարավորություն էր տալիս վերականգնվելու։ Ոչ թե մենակ հնարավորություն կտա, այլ խոստում կտա, որ դու դպես կեղնի։ Պդի գաս, պդի հետևես։ Դրանից հետո ցույց է տալիս, որ Աստծո սերը գերազանցում է մեր սխալներին ու թուլություններին։ Միայն Պետրոսի օրինակում արդեն դա տեսնում ենք։ Պետրոսը սխալական էր եւ թերի էր եւ թույլ էր, բայց Աստծո սերը, շնորհը իրեն տանելու է նույն ուղղության։ Այն տեղը, ուր որ գնաց Հիսուս, նախ ծառայության շրջանակներում, հետո նաեւ ժառանգության։ Պարզ է միտքը։ Սա նաեւ ցույց է տալիս փորձությունների անխուսափելի լինելը։ Փորձությունները անխուսափելի են լինելու, սիրելիներս։ Նույնիսկ ամենահավատարիմ աշակերտները, ամենաինքնավստահ աշակերտները կարող են փորձության մեջ ընկնել։ Կարևոր չէ, թե մենք անսխալական ենք, այլ կարևոր է, որ մենք պատրաստ լինենք վերադառնալու եւ հավատքի մեջ աճելու։ Ամեն։ Եվ այստեղ նաև խոսում է Աստծո ամենագիտության վկայության մասին։ Հիսուսի կանխատեսությունը ցույց կտա, որ Աստված գիտի ամեն մեկի սրտի խորքերը, մեզի լավ եսիմինչ հզորի տեղ չտնենք, այլ այն խոնարհի տեղը տնենք, ով որ Հիսուսով պիտի բարձրանա։ Ու մենք այս հատվածի մեջ նաև պիտի հասկանանք մի կարևոր ճշմարտություն, որ Հիսուսից մենք երբևիցե չենք կարողանալու թաքցնենք մեր իրական էությունը, մեր իրական թուլություններն ու տկարությունները։ Այս հատվածը մեզի կհրավիրը լինելու ինքնակննադատ, խոնար, հոգևոր ճանապարհի մեջ խոնար մնալու, վստահել Աստծո շնորհին ոչ թե մեր սեփական ուժին, ինչպես Պետրոսն էր վստահի իր սեփական ուժի վրա, ընդունել մեր սխալները ու բաց լինել աստվածային փոխակերպության առաջ, որովհետեւ Աստված մեզի փոխակերպ է եւ սարք է այն, ով որ կգնա այնտեղ, որտեղ որ Հիսուսը գնաց։ Ուսեմ մի հատ հարց տամ կրկին։ Պատգամը պարզ էր։ Ամեն։ Ընդամենը ինքը երկու համար է, բայց ամբողջական քրիստոնեական դավանաբանության մեջ ինքը ողնաշար թեմա է։ Այսպես չլինես, այս ամեն ինչի միջով չանցնես, այսպես քո անձը չքննես, մի քիչ վեր կարծիք ունենաս քո մասիդ, քրիստոնեության շրջանակներում դժվելու ես։ Այս ամեն ինչից սորվինք ամեն անգամ մեզի ինքնա քննության ենթարկենք ու մեր վստահությունը լինի լիարժեք Տիրոջ շնորհի վրա։
Թող Տերը օրհնե ու իմաստություն տա, որ մինչև ակաղաղի կանչելը հաստատուն մնանք Քրիստոսի մեջ։ Եկեք ոտքի կանգնենք ու աղոթենք։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք խոսքիդ համար, կխնդրեմ օրհնես հետագա ընթացքը մեր կյանքերի, մեր ծառայության, հետագա որակը մեր կյանքերի, մեր ծառայության, չլինենք ինքնաբավարարված, ինքնագոհ, եսասեր ծառաների պես, այլ հասկանանք, որ Տեր առանց քեզի համ մատնի չենք, համ դավաճանենք, համ մեղավորենք, դու ես որ քու շնորհով մեզի փրկել ես ու առանց քեզի ոչինչ չենք կարող անենք։ Շնորհակալ ենք վերստին ծննդիդ համար ու Տեր մի բան կխնդրեմ, եթե այս դահլիճում էլ հիմա մեկը կա ով դեռ քեզ իրապես չի ճանաչել եւ չի ապաշխարել, խնդրում եմ Տեր, եթե կամք դե կպիր նրա սրտին եւ բեր ապաշխարության, որ քո իր կյանքը տա քեզ եւ պատրաստ լինի արդեն Սուրբ Հոգին ունեցող Պետրոսի պես մինչև գլխիվայր խաչելություն, մինչև հիմա գնալ քո որդի Հիսուս Քրիստոսի հետևից եւ ժառանգորդը լինի Տեր Հիսուս Քրիստոսի այն խոստման, որ դու ես տվել Քրիստոս Հիսուսում։ Օրհնես եկեղեցիդ, իմաստություն տաս, առաջնորդես ու քո փառքը երևացնես Հիսուսի սուրբ անունով։ Ամեն։ Նստեք, կանձեր։